Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին նախորդ կիրակի օրվանից սկսած կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։ Թեև հայկական կողմն ասում է, որ կրակոցներ չկան, ադրբեջանական մամուլը պայթեցնում է փոխադարձ կրակոցների մասին տեղեկություններով։ Երեկ առավոտյան հայկական կողմում լսված ադրբեջանական կրակոցների մասին հայտնել է Ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակներ է արձակել Սոտքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը եւ խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունեն ասելու, հարցեր է հնչեցրել Առաքելյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում լեզվական մանևրով հասկացրել է, որ կրակոցները գետնի վրա չեն եղել։ Տեղեկացնենք, որ օրերս Ադրբեջանում նշվում է Նովրուզին նախորդող վերջին երեքշաբթի օրը։ Ադրբեջանում այն նշվում է հատուկ հանդիսավարությամբ։ Հենց այս տոնի առթիվ է, որ ադրբեջանական կողմն ակտիվացել է եւ օդ է կրակել։ Ի դեպ, այս ավանդույթով միշտ են կրակոցներ հնչել։ ՊՆ-ն այդ կրակոցները արձանագրել է եւ հերքումները բառախաղի միջոցով է արել։ Նկատենք, որ հերքումներին զուգահեռ թիրախավորվել է Մեսրոպ Առաքելյանը։ Վերջինս հրապարակեց մի տեսանյութ, որտեղ կինը Սոտքից պատմում է տեսածն ու լսածը։ Այդտեղ եղել են կրակոցներ երեկոյան եւ առավոտյան։ Այսպիսով փաստացի կրակոցներ են եղել։ Իսկ երեք հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Փաստն այն է, որ ՊՆ-ի ռեկորդային հերքումները փորձում են հասարակության աչքերում մեղմացնել խաղաղության պայմանագրի գաղափարը եւ համոզել, որ խաղաղություն կա, սակայն փաստերն ու սահմանամերձ բնակավայրի բնակիչները այլ բան են ասում։